Հակոբ Արաքյանը ընդհանրական նամակի մեջ ասում է. ձեր մեղքերն իրար խոստովանեք եւ իրար համար աղոթեցեք, որովհետեւ արդարի աղոթքը շատ գեղեցիկ ու ազդեցիկ է։ Ինչու Արաքյալը չի ասում ձեր մեղքերը Քրիստոսին կամ Աստծուն խոստովանեք եւ իրեն աղոթեք, այլ ասում է իրար խոստովանեք։ Նշանակում է, որ մենք իրար խոստովանելով, իրար համար աղոթելով մենք մաքրվում ու սրբանում ենք, ավելի մաքուր անոթ ենք դառնում Տիրոջը ներկանալու համար։ Ինչ է սա նշանակում, երբ որ մենք մերժում ենք Աստվածամոր, սուրբերի կամ հրեշտակների բարեխոսությունը։ Արդյոք սա հպարտություն, ամբարտավանություն չէ, մեզ ավելի լավը կարծելով, մենք ավելի թանկարժեք անոթ ենք, քան նրանք, որ ապրել են այս աշխարհի մեջ, ով Սուրբ Հոգուն ստացած լինելով Քրիստոսին զգացել իրենց կյանքի մեջ։ Արդյոք մենք չենք մերժում ուրիշների սրբությունն ու արդարությունը մեզ ավելի կարևորելով, ասելով, որ մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել։ Վատ բան չկա այդ պարագայում, ուրեմն մենք պետք է նաև իրար համար չաղոթենք։ Եթե մենք երկրա իրար համար խնդրում ենք աղոթել, ապա ո՞րն է պատճառը, որ մենք չենք կարող արդեն երկնքում մեջ ապրող հրեշտակներին, սուրբերին խնդրել, որ մեզ համար Տիրոջը աղոթեն։ Որտեղ է գրված, որ Աստված միայն երկրի ապրող հավատացյալի աղոթն է լսում, իսկ երկնքում ապրող հավատացյալի աղոթքը լսելի չէ։ Որտեղ է գրված, որ երկնքում ապրող հավատացյալի աղոթքը լսելի չէ, այլ հակառակը երկրի ապրող հավատացյալի։ Ուրեմն երկնքի մեջ ապրող հավատացյալի կամ սուրբի աղոթքը ավելի ջերմեռանդ է, որտեղ ինքը գիտի ինչ աղոթել։